Հիսուսը փրկիչը չի։ Եթե դու քո կյանքի ամեն մանրուքի մեջ իրան չես թողնում, որ ինքը որոշի։ Հիսուսը փրկիչ չի, եթե չի ինքը քո կերակրող։ Հիսուսը փրկիչ չի, եթե քեզ չի կարողանում ասի, սա պիտի չանես, ու դու անում ես։ Կախարդության անեծքը քանդվում է աղոթքի միջոցով, բայց Հիսուսի արյանզորությամբ։ Շատ դժվար է ըմբոստության, ապստամբության, հակառակության մեջ հայտնված մարդուն դուրս բերել։ Դες ինչի համար, որովհետև Հիսուսը փրկիչ չի իր համար։ Որովհետև եթե Հիսուսը փրկիչ է, ուրեմն քո Տերն է։ Եվ ինքը որ ասեց, այսպես, ուրեմն այդպես, որովհետև իր խոսքը քեզ համար այո է եւ ամեն։ Որովհետև ինքը քո փրկիչն է։ Ինքը փրկիչ է քո ընկած ժամանակ, երբ որ ուզում ես վեր կենաս։ Ինքը փրկիչ է քո թալանված ժամանակ, երբ որ դու ուզում ես վերականգնես։ Ինքը փրկիչ է քո մեղանչած ժամանակ, երբ որ ուզում ես մեղքից դուրս գաս եւ ազատագրվես։ Ինքը փրկիչ է, երբ որ դու հիվանդ ես ու ուզում ես բժշկվես։ Ինքը փրկիչ է, եթե քո ներսդ խառաշփոթ բաղնապա եւ ուզում ես որ ինքը դուրս բերի քեզ։ Բայց եթե դու կախարդության մեջ ես, ըմբոստության, ապստամբության մեջ եւ ուզում ես ինքը լինի քո կամակատարը, ինչպես Սավուղը վառօրինակ էր, ինքը ուզում էր որ Սամվելը եւ բոլորը եւ նույնիսկ Աստված ենթարկվեն ու հնազանդվեն իրան, որտեղ ինքը թագավոր է եւ ինքը ուզում էր իր թագավորությունը պահել, ուզում էր իշխանությունը պահել, ուզում էր ինքը որ լիներ մեկը, որ ասեր ու լիներ, բայց Հիսուսը փրկիչ չի քեզ համար, եթե դու ըմբոստության ապստամբության մեջ ես ապրում։ Եվ ես քեզ ասեմ, Հիսուսը փրկիչ չի դառնա քեզ համար այնքան ժամանակ, մինչև դու չայլակերպվես նրա նմանությամբ։